Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Այսօր մենք կխոսենք Վահագն Ալեքսանյանի վերջերս հնչեցված փաստարկների մասին, որով նա փորձում է ընդդիմադիր դաշտի տարբեր ներկայացուցիչներին եւ խմբերին թիրախավորելով ամրապնդել, համոզիչ դարձնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության փաստարկները։ Եկեք վերլուծենք Վահագն Ալեքսանյանի կողմից հնչեցված մի քանի թեզ։ Թեզ առաջին. Վահագն Ալեքսանյանը փորձելով ցույց տալ, թե ինչ հայանվեր եւ պետականակենտրոն գործունեություն են ծավալել, նա իրենց աշխատանքը համեմատում է նախկինների այսպես կոչված աշխատանքի հետ եւ պնդում է, որ նախկինում թոշակները 3000 դրամ էր, իսկ հիմա դարձել է 60000 դրամ։ Անկեղծ ասած բավականին զարմանալի պնդում է, այնուամենայնիվ եկեք փորձենք հասկանալ։ Ըստ վիճակագրության տվյալների Հայաստանի Հանրապետության թոշակառուների թոշակը 3000 դրամ կազմել է 1998 թվականին, այսինքն դա 4 տարի անց պատերազմից հետո։ Դա այն ժամանակահատվածն, երբ Հայաստանը դուրս եկավ աղետալից պատերազմից հետո, հիպերինֆլյացիայից հետո եւ փորձում էր գալ ստաբիլիզացիայի դաշտ։ Այսինքն Վահագն Ալեքսանյանի ընկալմամբ 98 թվականից ի վեր ոչ մի փոփոխություն չի եղել, այսինքն մինչև 2025 թվական Հայաստանի Հանրապետության թոշակառուները ստացել են 3000 դրամ թոշակ։ Սակայն 2025 թվականին Հայաստանի Հանրապետության թոշակառուների միջին թոշակը կազմում էր 49000 դրամ, ես չեմ 60000 դրամ նա որտեղից է վերցրել, միգուցե նա ի նկատի ունեցել է, որ ինչ որ մի շերտ ով ստացել է 60000 դրամ, բայց միջին թոշակը դա 49000 է։ Ինչ է նշանակում միջին, դա ինձ թվում է բոլորս գիտենք, հա, դպրոցի մաթեմատիկայի կուրսից մենք հասկանում, վերցնում ենք ամենանվազագույն նիշը, վերցնում ենք ամենաբարձր նիշը, գումարում ենք, բաժանում ենք 2-ի եւ ստանում ենք միջին թոշակը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում միջին թոշակը 25 թվականին կազմում էր 49000 դրամ։ Սակայն քանի որ պարոն Ալեքսանյանը չունի անհրաժեշտ գիտելիքներ, կրթություն կամ միտումնավոր է մոլորության մեջ մտցնում լսարանին, ես նրան կհուշեմ, որ կապ չունի ինչ գումար է ստանում թոշակառուն, այսինքն ինչքան թուղթ է ստանում նա իր հաշվեհամարին, այստեղ կարևորը ինչն է կարող է գնել այդ գումարի սահմաններում։ Ուրեմն 1998 թվականին, երբ որ թոշակառուն ստանում էր 3000 դրամ, սպառողական զամբյուղը կազմում էր 5000 դրամ, այսինքն թոշակառուն իր թոշակով կարողանում էր ապահովել իր կենսական նշանակություն ունեցող հոգսերի 60%-ը։ 2025 թվականին, երբ որ թոշակառուն ստանում էր 49000 դրամ, սպառողական զամբյուղը կազմում է 80000 դրամ։ Եվ կրկին թոշակառուն կարողանում է ապահովել իր սպառողական զամբյուղի 60%-ը։ Ասեմ ավելին, միակ ժամանակահատվածը, երբ թոշակառուի ստացած թոշակը եւ նրա ծախսերը այլ են եղել, դա եղել է 2008 թվականը, երբ որ թոշակը ապահովել է սպառողական զամբյուղի ծախսերի 72%-ը։ Այս թվին մի քիչ մոտենում է 26 թվականի հանկարծակի բուսնած որոշումը 10000 դրամով ավելացնել թոշակները, ինչը ապահովում է 70%-ը սպառողական զամբյուղի։
Էն էլ եկեք հիշենք, հա, աշնանը նրանք որոշեցին, որ չեն բարձացնում 10,000 դրամով թոշակները, որտեվ թոշակառուները չգիտեն ոնց ծախսեն իրենց գումարները։ Մեկ էլ Գարնանը, երբ որ պարզ դարձավ, որ այդ մարդիկ պետք է գան հասնեն ընտրախցիկ եւ ձայն տան, իրանք 10,000 դրամով կաշառել են պետբյուջեի միջոցներով, կաշառել են թոշակառուներին, որ բերեն իրենց ընտրողական դաշտ։ Այնուամենայնիվ եկեք հիշեցնենք Վահագն Ալեքսանյանին, որ անգամ այդ պարագայում քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը չհաջողվեց կրկնել Ռոբերտ Քոչարյանի օրոք սահմանված ռեկորդը, ապահովել 72%-անոց սպառողական զամբյուղի ծախսերի հոգալը։ Վահագն Ալեքսանյանը հակադարձելով Նարեկ Կարապետյանին եւ փորձելով փաստարկներ բերել, թե ինչ լավ ենք ապրում մենք եւ ինչ վատ են ապրել նախկինում, նա փորձում է թիրախավորել Նարեկ Կարապետյանին, հակադարձելով նրա հոր ժամանակահատվածում բանակի վատ վիճակի պատկերը։ Ըստ Վահագն Ալեքսանյանի, երբ որ Կարեն Կարապետյանը նախկին իշխանությունների մաս էր կազմում, մեր բանակը 30-ական թվականների KS-19-ով էր զինված։ Քանի որ ես ռազմական մասնագետ չեմ, ստիպված էի շփվել համապատասխան եւ կոմպետենտ մարդկանց հետ եւ հարցրեցի, ինչ թեմա, ինչ 30-ական թվականների KS-ների մասին է խոսքը գնում, պարզվեց ինչ, որ այդ զինամթերքը Հայաստանի Հանրապետությանը ժառանգություն էր մնացել սովետական բանակից, այսինքն սովետը քանդվել էր եւ ինչ զենք զինամթերք մնացել էր, այդ զինամթերքը մնացել էր Հայաստանի Հանրապետության բալանսում եւ այդ զենքը շատ ակտիվ օգտագործվել է առաջին Արցախյան պատերազմում։ Ժամանակի հետ, երբ որ սկսեցին վերազինել բանակը, այդ KS-ները փոխարինվեցին պահոց եւ ռեզերվում տենց մնացել էին։ Բնական է, որ դա չէր ընդգրկվել մեր բանակի սպառազինության մեջ, սակայն բարձր սարերում, որտեղ որ դրանք տեղակայված էին դեռ 90-ական թվականներից, տենց էլ մնացել էին մի պարզ պատճառով, բավականին թանկ էր այդ զենքը իջացնել սարից ներքև եւ ոնց կար, տենց էլ մնացել էր որպես էքսպոնատ։ Երբ որ ադրբեջանցիները երկրորդ Արցախյան պատերազմում շարքից հանել էին ամբողջ հայկական հրետանին, այդ KS-ները ահագին մեծ օգնություն մատուցեցին եւ օգտագործվեցին թշնամու դեմ։ Ոստեղ կարևորը այն չէ, թե ինչով է զինված, կարևորը այն է, ինչպես ես դու կարողանում օգտագործել այդ զենքը եւ որ պահին դա քեզ պետք կգա։ Եկեք հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք նրա նորանշանակ գեներալները չկարողացան օգտագործել առաջատար զենքերից մեկը Իսկանդերը, հետո բանից պարզվեց, որ ինքը սխալ է կրակում։ Դրանից մենք կարող ենք անել պարզ հետևություն։ Խնդիրը զենքը չի, խնդիրը զենք օգտագործողն է։ Հաջորդ պրետենզիան, որը ներկայացվեց Նարեկ Կարապետյանին, դա կանսերվի բանկեքն են։ Իհարկե դա շատ տարածված, ինչ-որ միֆականացված բան է, որ կանսերվի բանկեն խրամատներում, դա ես չգիտեմ հետամնացության դրսևորում է եւ բանակի աղքատության չափանիշ։ Իհարկե կարելի է խրամատներում տեղավորել առաջատար զենք, որոնք ես չգիտեմ, արբանյակից են կիրառվում, որոնք օգտագործում են ինտերնետ, էլեկտրականություն, սակայն առաջինը ինչ անում է թշնամին, երբ որ գրոհում է խրամատը, առաջի հերթին հոսանքազրկում է եւ ինտերնետազրկում է, որ կարողանա խոչընդոտ մտնի խրամատ եւ սպանի զինվորներին եւ նման մեխանիկական ազդարարները շատ կարևոր դեր ունեն եւ օգտագործվելու են խրամատներում շատ ու շատ երկար տարիներ, տասնամյակներ եւ հարյուրամյակներ, որովհետեւ մեխանիկականից ավելի անվտանգ դեռ գիտությունը չի ստեղծել։ Եվ ես ուզում եմ հիշեցնեմ պարոն Ալեքսանյանին, որ 2016 թվականին քարորիա պատերազմից հետո Հայաստանի եւ Արցախի ամբողջ առաջնագիծը ապահովվել էր տեսախցիկներով
եւ մենք on-line ռեժիմով կարողանում ենք հետեւել մեր սահմանագծին։ Իսկ ով է մեղավոր, որ ամբողջ սարքերով համալրված եւ հագեցված դիրքերը Նիկոլ Փաշինյանը մեկ ստորագրությամբ եւ պատերազմը սաբոտաժի ենթարկելով նվիրեց թշնամուն։ Հիմա Վահագն Ալեքսանյանի գործընկերները ստիպված են կառուցել նոր խրամատներ, նոր հենակետեր եւ նոր կահավորանք ապահովել այդ նոր սահմաններին, որովհետեւ այն ինչ արվել է նախկինների օրոք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նվիրել է մեր թշնամուն։ Խոսելով խրամատների եւ դիրքերի կահավորման մասին, ահագին մեծ զարմանքին մոտ առաջացրեց Վահագն Ալեքսանյանի հիշատակած բունկերները, որը հանրահայտ են։ Անկեղծ ասած, բացի OSB-ից, այսինքն տախտակներից հավաքած չորանոցը, որը մեզ մատուցեցին որպես նոր կահավորված զինվորների կազարմա, ես ոչինչ չտեսա, ոչ բունկերներ, ոչ կահավորված դիրքեր, որովհետև նույն քաղաքում ենք ապրում, նույն մարդկանց հետ ենք շփվում, ու ես մեծ հաճույքով եւ մեծ հետաքրքրությամբ լսում եմ այն մարդկանց, որոնք մասնակցել են ռեզերվիստների հավաքներին եւ այն սարսափը, որը նրանք պատմում են իրենց պայմանների մասին, դա իհարկե առանձին պատմություն է։ Հետևաբար անգամ այս հարցում Վահագն Ալեքսանյանը սուտ է խոսում, որովհետև մեր զինվորները հիմա զրկված են ոչ միայն էլեմենտար կենցաղային պայմաններից, խոսքը գնում է դիրքերի մասին, այլ նաև անվտանգային համակարգից։ Եվ ավարտելով այսօրվա թողարկումը, ուզում եմ հիշեցնել Վահագն Ալեքսանյանին, երբ որ մի քանի տարի առաջ նրա մոլագար մայրը հարձակվեց Հայաքվեի երիտասարդների վրա եւ ենթարկվեց շատ լուրջ քննադատության, ընդունում եմ, որ բավականին ագրեսիվ, Վահագն Ալեքսանյանը ունքերը եռանկյունի սարքած պատմում էր, թե ինչպես անընդունելի բան է թիրախավորել ծնողին, որ ծնողը մեղավոր չէ, որ ծնողը սուրբ է, որ ծնողը չի կարող պատասխանատվություն կրել, ինչպես նաև որդիները չեն կարող պատասխանատվություն կրել իր ծնողի արարքի համար։ Լուրջ, բայց այդ ոնց ստացեց, որ Վահագն Ալեքսանյանի մամային չի կարելի թիրախավորել, իսկ Նարեկ Կարապետյանի պապային ոչ թե կարելի, այլ նաև անհրաժեշտ է եւ ընդունելի է թիրախավորել։ Տղա ջան, կողմնորոշվի, ծնողին կարելի է թիրախավորել, կարելի է քո մամայի մասին ասել այն ինչ որ մենք կարծում ենք, թե մաման մնում է մամա։ Մնաք բարով։